Ողջույն սիրելի հետևորդներ, պատկերացրեք մի եկեղեցի, որտեղ բոլորը ուզում են խոսել, մեկը երգում է, մյուսը մարգարեանում, երրորդը բացատրություն ունի, մեկնաբանություն է կատարում, հինգերորդը ուզում է առաջին լինել, բայց հոգևոր բան են անում, բոլորը հոգևոր բան են անում, բայց հարցն այն է, Աստված այդ ամենի մեջ արդյոք լսելի է։ Հենց սա է Պողոս առաքյալի ամենասուր հարցերից մեկը Կորինթոսին ուղղված առաջին նամակի 14-րդ գլխի 26-ից 40-րդ համարներում, եւ այս հատվածը միայն 5 Կորինթոսի եկեղեցու մասին չէ, այն այսօր կարող է խոսել մեր ընտանիքների, եկեղեցիների, աշխատավայրերի եւ նույնիսկ սոցիալական ցանցերի մասին, որովհետեւ երբ բոլորը ուզում են խոսել, բայց ոչ ոք չի ուզում լսել, առաջանում է ոչ թե միասնություն, այլ աղմուկ, իսկ Աստված աղմուկի Աստված չէ։ Պողոսն ասում է, Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ու այսօր մենք պետք է ինքներս մեզ հարցնենք, իմ ներկայությունը մարդկանց կյանքում խաղաղություն է բերում, թե ավելի շատ աղմուկ։ Արդ, ինչ անել, եղբայրներ, եթե մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում, կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։ Լեզուներով խոսելու դեպքում, եթե 2 կամ ամենաշատը 3 հոգի են, մեկ առ մեկ թող խոսեն, մեկն էլ թարգմանի, իսկ եթե չլինի մեկը, որ թարգմանի, թող լուր մնան եկեղեցում եւ իրենց մտքում խոսեն Աստծու հետ, բայց մարգարեները թող 2 կամ 3 հոգով խոսեն, իսկ մյուսները քննարկեն, իսկ եթե նստածներից մեկին հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։ Բոլորդ էլ կարող եք մեկ առ մեկ մարգարեանել, որպեսզի բոլորն էլ սովորեն եւ բոլորն էլ մխիթարվեն։ Մարգարեների ներշնչումները ենթարկում են մարգարեներին, որովհետեւ Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության։ Կանայք բոլոր եկեղեցիում թող լուր մնան, որովհետեւ նրանց թույլ է տրված չէ խոսել, այլ հնազան լինել, ինչպես եւ օրենքն ասում։ Իսկ եթե ուզենան ինչ-որ բան սովորել, տանը իրենց ամուսներին թող հարցնեն, քանի որ կնոջ համար անպատշաճ է եկեղեցում խոսելը, թե Աստծո խոսքը ձեզնից ելավ կամ միայն ձեզ հասավ։ Եթե մեկը կարծում է, թե ինքը մարգարե կամ հոգևոր անձ է, թող իմանա, որ Տիրոջ պատվերն է այն, ինչ գրեցի ձեզ։ Իսկ եթե մեկն այն անտեսի, ինքն էլ կանտեսվի։ Հետևաբար, եղբայրներ, նախանձախնդիր եղեք մարգարենալուն եւ մի արգելեք լեզուներով խոսելը եւ ձեր ամեն ինչը պարկեշտության եւ կարգի ու կանոնով թող լինի ամեն։ Ամեն ինչ թող լինի շինության համար։ Պողոսը սկսում է մի սկզբունքից, որը կարող է ամբողջությամբ փոխել մեր հոգևոր կյանքը։ Ամեն ինչ թող լինի շինության համար, այսինքն եկեղեցում երգը, ուսուցումը, աղոթքը, մարգարեությունը, հոգևոր պարգևները պետք է ունենան մեկ նպատակ՝ մարդուն կառուցել։ Սա շատ կարևոր չափանիշ է նաև մեր կյանքի համար։ Նախքան որևէ բան անելը հարցրու, սա ինձ եւ ուրիշներին կառուցելու է, թե քանդելու է։ Քո խոսքը, քո մեկնաբանությունը, քո գրառումը, քո խորհուրդը, քո քննադատությունը եւ նույնիսկ քո լռությունը։ Սուրբ Հովհան Ոսկերբերյանը շեշտում է, որ Աստծո կողմից տրված պարգևը ոչ թե անձնական փառքի, այլ ամբողջ համայնքի օգտի համար։ Այսինքն, եթե Աստված քեզ ինչ-որ բան է տվել, դա միայն քեզ համար չէ։ Շնորհը ծառայության համար է։ Եթե մեկը լեզվով խոսի, թող լինի 2 կամ առավելագույնը 3։ Պողոսը սահմանում է մի կարգ, սա շատ հետաքրքիր է։ Նա չի ասում մի օգտագործեք հոգևոր պարգևները, նա ասում է օգտագործեք դրանք կարգով, որովհետև նույնիսկ ամենալավ բանը կարող է վնասակար դառնալ, եթե օգտագործվում է առանց չափի եւ կարգի։ Կարելի է շատ աղոթել եւ հոգնեցնել մարդկանց, կարելի է շատ խոսել եւ կորցնել հիմնական միտքը, կարելի է շատ ակտիվ լինել եւ խանգարել ուրիշներին։ Այսօր մենք ապրում ենք ավելի շատ սկզբունքով, ավելի շատ տեսանյութ, ավելի շատ հետևորդ, ավելի շատ մեկնաբանություն, ավելի շատ խոսք։ Բայց Սուրբ Գիրքը մեզ հարցնում է, արդյոք ավելի շատը նաև ավելի լավ է, ոչ միշտ իհարկե։ Թող 2-ը կամ 3-ը մարգարեանան, իսկ մյուսները թող քննեն։ Այստեղ Պողոս առաքյալը տալիս է մեկ այլ կարևոր սկզբունք՝ լսել եւ քննել։ Քրիստոնյան չպետք է հավատա ամեն ինչի, միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը դա ասում է հոգևոր բառերով։
Նույնիսկ մարգարեությունը պետք է քննվի։ Այսօր սա հատկապես շատ կարևոր է։ Համացանցում ամեն օր տեսնում ենք մարդկանց, որոնք ասում են. Աստված ինձ ասաց, ես հայտնություն ստացա։ Աստված ուզում է, որ դա դու անես։ Բայց Պողոսը մեզ սովորեցնում է քննեք, հավատքը գոյություն չէ, հավատքը նաև հոգևորը տարբերակելու կարողությունն է։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը կարևորում է հոգևոր խոհեմությունը։ Մարդը պետք է կարողանա տարբերել ճշմարիտը կեղծիքից եւ չընդունել ամեն խոսք առանց քննության։ Եթե մյուսին հայտնություն լինի, առաջինը թող լռի։ Սա ժամանակակից մարդու համար շատ դժվար խոսք է՝ լռել։ Այսօր մենք սովորել ենք պատասխանել անմիջապես։ Մեկը մի բան է ասում, մենք արդեն պատասխանում ենք։ Մեկը գրառում է անում, մենք մեկնաբանություն ենք գրում։ Մեկը քննադատում է, մենք հակադարձում ենք, բայց Պողոս առաքյալն ասում է, եթե մյուսին խոսքը տրված, դու լռիր, սա պարտություն չէ, սա հոգևոր հասունություն է։ Մեծ մարդը նա չէ, ով միշտ վերջին խոսքն է ասում, մեծ մարդը նա է, ով կարողանում է ասել, ես հիմա լսելու եմ։ Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության։ Ահա հատվածի կենտրոնական միտքը։ Աստված խռովության Աստված չէ։ Եթե մեր հոգևոր կյանքը մշտապես բերում է ատելություն, բղավոց, վիրավորանք, պառակտում եւ քաոս, մենք պարտավոր ենք կանգնել եւ մտածել։ Իհարկե, խաղաղությունը չի նշանակում ճշմարտությունը զոհաբերել։ Քրիստոնյան երբեմն պետք է ասի դժվարը ճշմարտությունը, բայց ճշմարտությունը կարելի է ասել այնպես, որ մարդուն բուժի, ոչ թե ջախջախի։ Նայենք սոցիալական ցանցերին։ Մարդիկ հաճախ ավելի շատ սիրում են ոչ թե ճշմարտությունը, այլ վեճը։ Վեճը դիտումներ է բերում։ Վեճը մեկնաբանություններ է շատ առաջացնում։ Վեճը տարածվում է, բայց քրիստոնյայի նպատակը վիրուսային դառնալը չէ։ Քրիստոնյայի նպատակը օրհնություն դառնալն է։ Թող կանայք լռեն եկեղեցում։ Այս հատվածը հաճախ առանձնացվում է ամբողջ համատեքստից եւ օգտագործվում կանանց մասին ընդհանրական եզրակացություններ անելու համար։ Բայց այստեղ պետք է զգույշ լինել։ Պողոս առաքյալի խոսքը պետք է հասկանալ հենց Կորինթոսի եկեղեցու պաշտամունքի կարգի եւ անպատշաճ ընդհատումների համատեքստում, ոչ թե որպես կանանց արժանապատվության ժխտում։ Նույն նամակում առաքյալը հիշատակում է կանանց, որոնք աղոթում եւ մարգարեանում են։ Ոստի այս հատվածի հիմնական թեման կրկին կարգն ու պատշաճ վարքն է, ոչ թե կնոջ արժեքի նվազեցումը։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանն այս հատվածը մեկնաբանելիս ուշադրություն է դարձնում եկեղեցական հավատի կարգին եւ անպատշաճ խոսակցության խնդրին։ Այսինքն, այստեղ պետք է տեսնել ընդհանուր սկզբունքը եկեղեցում, ոչ ոք չպետք է իր պահվածքով խանգարի մյուսների հոգևոր կյանքին։ Արդյոք Աստծո խոսքը ձեզնից ելավ։ Սա Պողոսի ամենասուր հարցերից մեկն է։ Կարծես ասում եմ, մի կարծեք, թե միայն դուք գիտեք ճշմարտությունը։ Սա մեծ վտանգ է հոգևոր մարդկանց համար։ Երբ մարդը սկսում է մտածել, ես ամեն ինչ գիտեմ, հոգևոր աճը կանգ է առնում։ Հոգևոր հասուն մարդը կարող է ասել, գուցե ես սխալվում եմ, եկ լսենք, եկ քննենք, եկ աղոթենք։ Խոնարհությունը հոգևոր գիտելիքի անվտանգության համակարգն է։ Ամեն ինչ պարկեշտությամբ եւ կարգով թող լինի։ Պողոս առաքյալն ավարտում է այս բաժինը շատ պարզ խոսքերով։ Ամեն ինչ պարկեշտությամբ եւ կարգով թող լինի։ Այս մեկ նախադասությունը կարելի է գրել մեր տան պատին, մեր ընտանիքի վրա, մեր աշխատանքի վրա, մեր եկեղեցական կյանքի վրա, մեր սոցիալական էջերի վրա, որովհետեւ որտեղ չկա կարգ, այնտեղ նույնիսկ լավ բաները կարող են վերածվել քաոսի։ Ամենակարևոր միտքը այս հատվածում սա է, Պողոսի ասածը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ։ Քո հոգևոր լինելը չափվում է ոչ թե նրանով, թե որքան ես ցույց տալիս, այլ նրանով, թե որքան ես կառուցում։ Եթե քո ներկայությունից մարդիկ ավելի խաղաղ են դառնում, դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Եթե քո խոսքից մարդիկ ավելի մոտենում են ասում, դու ծառայում ես։ Եթե քո ծառայությունից մարդիկ ավելի են սիրում եկեղեցին, դու կառուցում ես։
բայց եթե քո հոգևոր լինելը մշտապես բերում է պառակտում, բղավոց, հպարտություն, վիրավորանք, պետք է կանգ առնել ու վերանայել այն։ Այս հատվածը մեր առօրյա կյանքում պատկերացրեք ընտանիք, որտեղ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում։ Հայրն ուզում է իր ասածը պարտադրել, մայրը իր կարծիքը, երեխան իր պահանջը։ Արդյունքում տունը վերածվում է փոքրիկ Կորինթոսի կամ աշխատավայրում, բոլորը ցանկանում են ղեկավարել, ոչ ոք չի ուզում լսել, կամ սոցիալական ցանցերում բոլորն ուզում են վերջին խոսքը ասել։ Պողոս առաքյալը մեզ ասում է. կանգ առեք, լսեք, քննեք, կառուցեք, խաղաղություն բերեք։ Այս հատվածը տալիս է մեզ կյանքում կիրառելի մի քանի կարևոր խորհուրդներ։ Խոսելուց առաջ հարցրում, իմ խոսքը կառուցելու է, սովորի լռել, երբ ուրիշն է խոսում։ Մի պատասխանել անմիջապես ամեն քննադատության, մի հավատա ամեն Աստված ինձ ասած արտահայտությանը, քննիր, մի օգտագործիր քո հոգևոր պարգևը սեփական հեղինակությունը բարձրացնելու համար։ Եթե ունես շնորհք, օգտագործիր այն ուրիշների օգուտի համար։ Տանը ստեղծիր խաղաղության մթնոլորտ, ոչ թե մշտական վեճի։ Սոցիալական ցանցերում մի տարածիր այն, ինչը միայն բորբոքում է մարդկանց։ Խոնարհաբար ընդունիր, որ կարող ես սխալվել։ Ամեն երկու հարցով։ Այսօր ես մարդկանց կառուցեցի, թե քանդեցի։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Կորինթացիներին ուղղված նամակի առաջին նամակի 14-րդ գլխի 26-ից 40-րդ հատվածները մեզ մի շատ կարևոր հարց են տալիս։ Եթե ես լռեմ, Աստված կկարողանա խոսել։ Երբեմն մեր կյանքում Աստծո ձայնը չի լսվում ոչ թե այն պատճառով, որ Աստված լռում է, այլ որովհետև մենք չափազանց շատ ենք խոսում։ Մենք ուզում ենք ապացուցել, ուզում ենք հաղթել, ուզում ենք վերջին խոսքը մեզ մոտ լինի, բայց Պողոս առաքյալն ասում է ամեն ինչ թող լինի շինության համար։ Ուրեմն այսօր փորձիր մի բան անել, մի փորձիր հաղթել բոլորին վեճերում, փորձիր շահել մարդկանց սրտերը, մի փորձիր բոլորին ապացուցել, որ դու ճիշտ ես, փորձիր ապրել այնպես, որ քո կյանքը ցույց տա Քրիստոսին։ Մի ձգտիր միշտ լսելի լինել, սովորիր նաև լսել։ Որովհետև երբեմն ամենահոգևոր խոսքը այն խոսքն է, որ մենք ժամանակին չենք ասում։ Եվ հիշիր, Պողոս առաքյալի վերջին խոսքը ամեն ինչ պարկեշտությամբ եւ կարգով թող լինի։ Թող մեր ընտանիքներում լինի կարգ, մեր եկեղեցիում լինի կարգ, թող մեր ծառայության մեջ լինի կարգ, եւ թող մեր խոսքերի մեջ լինի սեր, եւ թող մեր ամբողջ կյանքից հետո մարդիկ ոչ թե հիշեն, թե որքան բարձր էին խոսում, այլ հիշեն, որ մեր միջոցով իրենց կյանքում մի փոքր ավելի շատ խաղաղություն, սեր եւ Քրիստոսի լույս հայտնվեց։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուրբային հատվածի բացատրությունը ուղարկել ձեր բոլոր ընկերներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։